Ինչ լավն էր համը։ Ու այդ վարդի բնական վարդի թերթիկներ ա ու իր սիրոպն ա։ Շատ համեղ է։ Իր համար հերվից գալիս են մեզ մոտ։ Այսինքն ձեր կաֆեն ընդամենը 1 տարվա պատմություն ունի։ Արագ զարգացումները շատ արագ եղան, գաղափարը մեր նույնն էր։ Հարցես տալուց առաջ մտածում էի, ես ինչ հարց ես տալիս, ոնց թե։ Ավելի շուտ վախեր է այդ, որովհետև մենք ապրեցինք մի բան, որը փոխեց իմ կյանքը ամբողջությամբ, ու իր գոգնոցը թողեց, նորից հանեց, ու ինքը թողեց գնաց, ու մենք նոր ենք այդտեղ ու չգիտենք որը ոնց է պատրաստվում, որ մեջ ինչ է գնում։ Պլաններից մեջ չկար տեղափոխվել երկրից, որովհետև սկզբից ենք այդպես ասում, գիտես։ Այո։ Արմանդո շատ է սպահել գազը կամացածրու։ Հիմա որ աչքերս փակ մենյուն կարդում եմ, ես գիտեմ որի մեջ ինչ է գնում, ոնց է նույնը ծովակը։ Ինչքան էլ որ ունենք 2 խոհարար, անպայման խորովածը, մեր քեբաբը դա ամուսինս է պատրաստում։ Գիտեք, այդ հարցը ուզում էի տալ, բայց ասացի չէ, բայց հիմա պետքա տամ։ Ոնց եք կիսում գումարը։ Շատ են լինում տուրիստներ այդ հատվածում, ընտրում են հայկական ուտեստներ։ Անընդհատ ուզում եմ վերցնել խմել, որովհետև համը, ինչպես ասում են, մնաց բերանումս։ Դրսում տարածք ունենք նաև, որ գալիս են այդ նստում են այնտեղ սեղաններին, ասում են ոնց որ Հայաստանում լինենք։ Մեր սրճարանը լավագույն վայրերից մեկն է այդ հանդիպումների համար։ Կարող է մեկը ուզում ա գա հայկականի տակ սիրահարվի։ Pesto chicken-ը որ ուտում են միշտ վերցնում են նորից։ Գավառի կանեփով գաթը։ Այո։ Ու սենց ավեթը ճուղենան եմ ասում լավ էս մեծ տարածքը տեսնես ոնց պետքա պահել միայն այս մենյուով։ Իդեպ մաքրության հետ կապված այդ տեղը ահավոր էր ուղղակի, ահավոր։ Իսկ Ordersco-ի մասին տեղյակ եք։ Մենք ձեզ ենք շնորհակալ, որ փորձում եք բացահայտել նորաստեղծ բիզնեսները, ներկայացնում եք։ Բայց օրինակ եթե օտար մեկը գալիս է կարդում է Քալիդում Քալիդում Ողջույն ընկերներ, ես Մերի Մակարյանն եմ եւ դուք հերթական անգամ դիտում եք իմ ոդքասթը, որը կոչվում է Menu AM։ Իմ հանդիպումների շրջանակում ես փորձում եմ զրուցել այն մարդկանց հետ, ովքեր պատմում են իրենց կյանքի ճանապարհը, որը անց են կացնում օտար երկրում, Միացյալ Նահանգներում։ Իմ հայրենակիցները ստեղծում են իրենց սեփական բիզնես, որը անմիջապես կապ ունի ռեստորանների հետ։ Եվ այսօր առաջին անգամ զրուցելու եմ 2 քույրերի հետ, ովքեր ներկայացնում են Բերբանկում գործող Քալիդում կաֆեն։ Ողջույն։ Ողջույն։ Ջուլիետա Բաբայան եւ Տաթև Գևորքյան։ Իմ հյուրերը, ովքեր ոչ հարազատ քույրիկներ են իհարկե, բայց քույրեր են։ Ճիշտ ասած, ես ունեցել եմ հյուրեր, մայր ու տղա դեռ չեմ ունեցել։ 2 եղբայր, հայր եւ որդի, ամուսիններ, բայց քույրեր չեմ ունեցել եւ դուք առաջինն եք, այսպես բացումը անենք ձեզնով, եթե կլինեն մարդիկ, ովքեր որ ունեն համատեղ բիզնես, ապա խնդրում եմ դիմեք։ Թերևս սկսենք նրանից, թե դուք ինչպես եք հայտնվել Միացյալ Նահանգներում, հետո արդեն ինչպես եք որոշել միասին բացել այս բիզնեսը։ Ջուլիետա ջան, սկսենք ձեզնից։ Ես 10 տարի առաջ եմ հայտնվել Միացյալ Նահանգներում այդ green card կոչված տեսակով։ Եվ աշխատել եմ տարբեր ռեստորաններում, կաֆեներում, եղել է catering company եմ աշխատել։ Հա։ Այո։ Ու այդպես ասեք, որ ձեր հարսանիքն եմ արել։ Այո, ձեր հարսանիքին ամիջական մասնակցություն եմ ունեցել, սպասարկել ենք, այդ ժամանակ աշխատում է Ledic Bugs ընկերությունում, կամպանիայում, catering, ինքը մինչև հիմա էլ գործում է այդ catering company-ին։ Այդպես ու շատ սիրում էի իմ աշխատանքը, այդ սպասարկումը, մարդկանց հետ շփումը, ու միշտ մտածում էի, որ երևի կգա մի պահ կլինի, որ ես իմը կունենամ։ Իսկ այնտեղ ինչով եք զբաղվել Հայաստանում։ Հայաստանում իրավաբանական կրթություն ունեմ, բայց չեմ աշխատել երբևիցե իմ մասնագիտությամբ, աշխատել եմ, որ լրիվ ուրիշ հաշվապահ եմ աշխատել, այդպես ստացվեց, ու դրանից հետո ընտանիք, երեխաներ, հայտնվել եմ այստեղ, փորձել եմ ինձ գտնել այստեղ։
Տաթև դուք։ Մենք հայտնվեցինք Ամերիկայում 4 տարի առաջ, ամուսնուս ու մեր բալիկի հետ միասին Ուկրաինայից։ Ես ինքս Երևանից եմ, բայց ամուսնացա եւ տեղափոխվեցի Ուկրաինա։ Ո՞նց եք գտել Ուկրաինայից մեկի։ Ծանոթությունը Հայ է հուսամ։ Այո, այո։ Հայ ուղղակի դուրս էին եկել ընտանիքով Հայաստանից դեռ 20 տարի առաջ եւ ընտանիքի բոլոր անդամներով ապրում էին այնտեղ։ Ծանոթությունը եղել է շատ պատահական Մոսկվայում ընդհանուր ընկերների հետ հանդիպման ժամանակ։ Բացարձակ պլաններից մեջ չկար տեղափոխվել երկրից, Այդ սկզբից ենք այդպես ասում, գիտես։ այո, Երևանում կարող եմ ինձ համարել բավականին կայացած մեկը, իմ սիրած գործով էի զբաղվում։ Որ գործով։ Մշակութաբան եմ մասնագիտությամբ, ավարտեցի մագիստրատուրան, անմիջապես հետո ընդունվեցի աշխատանքի Պաշտպանության նախարարության թանգարանում որպես հասարակայնության բաժնի վարիչ։ Դրանից հետո Չարենցի տուն թանգարանում, էլի PR բաժնում էի, զբաղվում էի իմ սիրելի գործով։ Հետո սերը ձեզ տարավ Ուկրաինա։ Այո, այո, տարավ Ուկրաինա։ Հետո բերեց Ամերիկա։ Չգիտեմ, Քանի տարի եք այնտեղ ապրել։ Ուկրաինայում 3 տարի, բայց միայն լավ հիշողություններով այնտեղից դուրս եկանք ուղակի պատերազմը պատճառ հանդիսացավ այնտեղից գալու այստեղ փոքր բալիկ ունեինք եւ անհնար էր։ Իսկ ինչու ոչ Հայաստան։ Ամուսինս դեռ 20 տարի առաջ դուրս էր եկել Հայաստանից ու մտքում անգամ չկար ճիշտ ասած նորից հետ վերադառնալ Հայաստան։ Չգիտեմ ինչն էր պատճառը, բայց հասկացավ եւ գտավ, որ իր բալիկի համար երևի այս պահին այստեղ ավելի լավ ապագա կարող է լինել։ Երևի պատերազմն էր պատճառը նորից, որովհետեւ Ուկրաինայի պատերազմից առաջ դե Հայաստանում էր պատերազմ, ավելի շուտ վախեր է այդ, որովհետեւ մենք ապրեցինք մի բան, որը փոխեց իմ կյանքը ամբողջությամբ։ Դուք Շատ վախերով դուրս ենք եկել այո Ուկրաինայից եւ նորից ոնց որ ընտանիքը դներ այդ վիճակում կարծում եմ չեր անի։ Այդպես եկանք այստեղ, փորձեցինք նորից մեզ գտնել, կայանալ շատ դժվար էր իր համար, որովհետև Ուկրաինան բավականին կայացած մեկն էր, ուներ իր բիզնեսը, նաև ռեստորանային բիզնեսում էր, այնտեղ ուներ իր բարը եւ սրճարանը։ Ամեն ինչ թողել եւ դուրս ենք եկել առանց ոչինչի, տեղափոխվել ենք այստեղ։ Իսկ ձեր ծնողները։ Իմ ծնողները Հայաստանում են եղել, մայրիկս ուսուցչուհի է, երկար տարիների աշխատանքով նոր են տեղափոխվել այստեղ։ Բերել է։ Այո։ Հայի հերթական ճակատագրի պատմությունը, այո։ Չնայած կյանքը դեռ շարունակվում է, պիտի դեռ կերտենք մեր ճակատագրերը այստեղ, որովհետև սա է մեր ընտրությունը։ Բայց ամեն դեպքում, այո, ճակատագիրը ձեզ բերեց Միացյալ Նահանգների, թե կարելի է դա այդպես ասել։ Եվ դուք մորաքրոջ աղջիկներ եք, ինչպես հասկացա, ստեղ միանգամից մտերմացաք, ոնց եղավ ձեր Երևի միանգամից մտերմացանք։ Այո, պատահական առաջի հանդիպումը մեր եղավ, Ջուլիային, երբ որ ես տեսա, երկար տարիներ մենք իրար չէինք տեսել։ Մի փոքր տարիքում էինք շփվել իրար հետ։ Հարցս տալուց առաջ մտածում էի, ես ինչ հարց ես տալիս, ոնց թե իրար են, բայց երբևիցե չեն շփվել։ Բայց կա այդպիսի դեպքեր։ Չէ, փոքր տարիքում շփվել էինք, բայց երևի չէինք հիշում իրար, որտեղ ես ամուսնացել եմ։ Այո, Ջուլիանը ամուսնացավ շատ ավելի շուտ, հետո տեղափոխվեց Ամերիկա, մենք տարիքային տարբերություն ունենք, դրա համար բավականին կարծում եմ ու դրա համար, բայց այստեղ երբ որ հանդիպեցինք, ես այդ օրը եկել եմ տուն ու ամբողջ մտքերս եղել այն, Աստված իմ ինչ էներգիա էր, ինչքան հարազատ հոգի էր։ Չենք շփվել, չենք իմացել ու մի տարի առաջ գտել ենք իրար։ 1 տարի առաջ։ Այսինքն ձեր քաֆեն ընդամենը 1 տարվա պատմություն ունի։ Այո, արագ զարգացումները շատ արագ եղան, որպես գաղափարը իրար մեր նույնն էր։ Մենք երկուսով ուզում էինք իրար հետ ստեղծենք մի բան, որտեղ այնքան շատ էինք իրար կապնվել ու սիրել, հասկացանք, որ մենք մի բան պիտի անենք իրար հետ։ Չենք կարող։ Լավ, իսկ օրինակ ես անընդհատ իմ մտքում ունեմ ծրագրեր, բայց իրականացնելու համար ինձ ինչ որ մի բան պակասում է, ինչ որ մի բաների շարք։ Որն է այդ առաջին կետը, որից որ պիտի սկսեք, հատկապես երբ երկուսդ եք։
Ասում եմ ռիսկն է, որ հանդուրժողականությունը իրար վստահելն է։ Դու պիտի եթե մի բան սկսում ես, դու ինքդ առաջինը քեզ պետք է վստահես, հասկանաս, որ դա ինչ ես ուզում ու դիմացին ում հետ որ սկսում ես։ Եւ պատրաստ լինել, որ կարող է եւ լավ չի լինելու։ Մենք հենց սկզբից դա քննարկել ենք, որ ասում էի ջուլ, գիտես, կարելի լինի, որ 6 ամիս, մի տարի կամ ավել, որովհետև մեզ չգիտեն, պետքա լինի վստահություն, կարող է չհավանել, մենք դեռ շատ բան հավատում ես, որ պիտի լինի, ուրիշ տարբերակ չունես։ Ես երբեք հետ չեմ նայում, ես մի բան, որ դնում եմ իմ առաջ, ես գնում եմ առաջ, հետ չեմ նայում։ Լավ, առաջ նայելով որոշեցիք բացել Քալիդում կաֆեն, գտակ տարածքը, հա, առաջինը տարածքի հարցն է, որն է։ Մենք քանի որ մի քիչ ավելի շատ ուսումնասիրեցինք ոլորտը, հասկացանք, որ ավելի ճիշտ կլինի գնել գործող բիզնես ու հետո դրա վրա արդեն անել փոփոխությունները, այն ինչ որ ուզում ենք։ Եվ մենք այս կաֆեն, որ վերցրեցինք, ինքը գործող բիզնես էր, նախկին սեփականատերերը հայեր էին, եւ մի քանի անգամ փոփոխել էին եւ անունը եւ ժամերը եւ մենյուն, ամեն ինչ փոփոխվել էր։ Ոչ ստաբիլ էր ինքը։ Իդեպ անվան հետ կապված Քալիդում իսպաներենից թարգմանաբար նշանակում է տաք։ Այո։ Ինչու եք այդ անունը որոշել դնել ու ինչու հենց իսպաներեն բառ։ Ինքը այդպես կար, մենք որ առանք կաֆեն արդեն հայեր էին ու էլի դրել։ Անունը կար։ Ինձ միշտ հետաքրքիր օրինակ ինչու հայկական անուն չեն դնում։ Դրա ձեռը ճիշտ ասած իրենք երկու ընկեր էին նախկին տերերը եւ իրենց անունի տարերով ինչ որ հայկական մի բան էին ստացել, այդպես է դրած։ Բայց չէր հնչում։ Այո։ Հետո փոխել են ոնց էր, ասեք, տեսնենք հնչումը։ Ճիշտ եմ ասում, Արմաշ։ Արմաշ, հա։ Արմաշ, շատ գեղեցիկ է։ Շատ հայկական է։ Դե հայկական երևի հայերի մոտ ավելի, այո, շրջանակում։ Գիտեք, ես էլ եմ այդ մասին մտածել, բայց օրինակ եթե օտար մեկը գալիս է կարդում է Քալիդում։ Քալիդում շատ հնչեղ է, այո։ Լավ, ձեր հետ այդ թեմայով չեմ զրուցի, որովհետև ոնց հասկացա դուք շատ եք հավանում ձեր անունը, այլ ընտրանք չունենք։ Չենք ուզում հիմա այդ ոնց որ քաշքշուկ նորից անուն, լայսենս, ամեն ինչ այնքան բարդ է։ Այո։ Խմիչքի լայսենսի ենք մենք դիմել, որ արդեն ունենք, այո։ Ես առաջինը կդիմեի անվան հետ կապված փոփոխությանը, գիտեք, ու կդնեի մի հայկական անուն, բայց ամեն դեպքում, եթե դուք դրել եք այդ անունը եւ այն հաջողել է ձեզ հաջողություն ու ջերմությունը բերեք, ինչպես ասում եք, ապա թողնենք այս թեման։ Շատ դեպքերում անունը չի, ես կասեի։ Հիմա ես որտեղ եմ առավոտից երեկո, մենք այդտեղ ենք։ Մարդկանց դիմավորում ես, մարդկանց ճանապարհում ես, սպասարկում ես, մենք երկուսով էլ եւ խոհանոցում ենք, եւ սուրճի ապարատի մոտ ենք, եւ սպասարկում ենք մարդկանց, մենք գոգնոցները կապած մատուցողների հետ միասին իրանց սպասարկում ենք։ Այդ ուտելիքն է, այդ ջերմությունն է, որ դու տալիս ես։ Ես լիովին հասկանում եմ եւ շատ ուրախ եմ, որ հենց ներսի տրամադրությունը, ջերմությունը, սպասարկումը այդ ամեն ինչն է ձեզ համար կարեւոր ու ինչ որ դուք տալիս եք։ Բայց ես ավելորդ անգամ հայկական անուն, հայկականություն մարդկանց ցուցադրելու, տեղեկացնելու համար կողմ եմ 10 ձեռքով։ Ես նույնպես, ինչ ասում եք, բայց անգամ որ անունն է այսպես, հավատացեք ամերիկացի մեր հաճախորդների կամ եթե ոչ ամերիկացի արտասահմանից ինչ որ շատ են լինում տուրիստներ այդ հատվածում եւ գալիս են այնքան եմ ուրախանում, ընտրում են հայկական ուտեստներ։ Մենք ունենք պամիդորով ծված բաստուրմայով, շատ են հենց չիմանալով թե ինչ է իրանից ներկայացնում, իրանք վերցնում են։ Եվ անպայման հարցնում են եւ ես անպայման ասում եմ, որ դա հայկական ուտեստ է, մեր ամենասիրելի նախաճաշերից մեկն է, նույնը թխվածքների մեջ։ Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ցանոթ համերը մեր ռեստորաններից։
Համատեղ բիզնես ունենալու գաղափարը եղավ այն ժամանակ, երբ որ ես եւ Ջուլիան երևի ամիսներ շարունակ ամեն օր միասին էինք անցկացնում մեր ժամանակը, երբ որ ազատ էինք գտնվում, ինքը իր աշխատանքից, ես իմ գործերից հետո եւ հասկացանք, որ պետք է մի բան միասին անենք։ Ինքը շատ երկար տարիներ ուզեցել էր ունենալ իր սրճարանը, ու միշտ նկարագրում էր ինձ ձևով։ Ես նույնիսկ ինձ պատկերացնում էի, որ ես կոգնոցը հագած իրոք եմ ասում, որ ես մատուցում եմ մարդկանց հետ շփվում եմ, ու ես ինձ տեսնում էի այդտեղ։ Ու այդպես էլ եղավ։ Հետո Աստված ջան, ես ինձ տեսել եմ մի քանի տարի հետո, որտեվ այդ սպասարկում այդ ամեն ինչ այնքան ջերմ է, այնքան լավ եմ ինձ զգում մարդկանց հետ։ Ինձ կարող եք ասել մի քանի տարի հետո ինչ եք տեսնում։ Առանձին կասեմ։ Չէ, ես գաղտնիք չունեմ, ասեք։ Լավ ապակ։ Չէ, գործ, բիզնես։ Որ ասեք ձեր նախասիրությունները։ Էս է իմ նախասիրությունը։ Հեռուստաընկերություն սեփական։ Հեռուստաընկերություն հիմա հեռուստացույցով է նայում։ Դե դուք փոխեք ինչ որ մի բան։ Հա։ Այո։ Դուք կարծում եք դուք փոխել եք ինչ որ մի բան։ Ես իմ համար, այո։ Ու գնացել եք ձեր երազանքի ետևից։ Այո։ Շատ լավ, որոշեցիք, որ պիտի միասին մի բան անեք, պատկերացրեց Ջուլիետան իրեն, դուք ձեզ ում դերում եք պատկերացնում։ Քանի որ միշտ երբ Ջուլիայի քույրիկն էլ մի պահ Հայաստանից եկավ, ու անդադ մտածում էինք ուր պետքա տանենք տեսնի, ինչ որ թանգարան։ Զգացիք, ասեց Ջուլիայի քույրիկը։ Այո։ Իրանը չէ, Ջուլիայի քույրիկը։ Մտածում էինք ուր պետքա միասին գնանք, ու ամեն անգամ մի տեղից հետո դա գնում ես ինչ-որ տեղ սուրճ խմելու կամ ինչ-որ մի բան ուտելու։ Նայում էինք, երկար փնտրում էինք կամ գնում էինք, ասում էի, «Օ Ջուլ, Երանից տեղ օրինակ սենց մի բան լիներ» կամ «Նենց կուզեի ավելացնեի սա»։ Հետո Ջուլիային ասում եմ, «Ջուլ, երբ ենք մենք մերը բացելու»։ Հա, անդադ խոսում էինք այդ թեմայով, ճիշտ է։ Խոսում էինք դրա մասին, օրինակ եթե մենք ունենայինք, վստահ որակապես կարողա շատ բան փոխեինք ու աշխատեինք նրա վրա, որ մարդիկ գան եւ հաճույք ստանան, գան սրճարան, բայց լինի տամպես պատրաստած ուտելիքը։ Ես ինձ պատկերացնում էի մարդու դերում, ով կարող է այդտեղ ապահովի էսթետիկ ինչ-որ մի միջավայր, դիզայնի հետ կապված սերս միշտ եղել է եւ մեր դիմացի հատվածում ամբողջությամբ ծաղիկներով գեղեցիկ ձևավորում կա։ Հենց կաֆեն վերցրեցինք, երևի հաջորդ օրը Ջուլիան ասում, մենք պետքա գնանք ծաղիկներ գտնենք, ու ինչ պայմաններով ենք բերել այդ ամեն ինչը, ընտրեցինք ինտերնետից ինչ ֆորմատով պետքա լինի այդ դիզայնը ծաղիկների ու Տաթևի հետ գնացինք դա առնելու, այնքան շատ էր բաքսերը, որ ամբողջ մեքենան այդ փայտերը ինչի վրա որ ինքը կառուցվել այդ ծաղիկները, ման մեքենայում ոչինչ չէր երևում, մենակ երկու գլուխ էր երևում ու մենք գալիս էինք այդ ամեն ինչը բերելով։ Իսկ վայրը որ տեսակ միանգամից սիրեցիք։ Այո, դրա մասին առանձին ասեմ, երբ որ իմացա, որ այդ բիզնեսը վաճառվում է, գնացինք ամուսնուս հետ Տաթևը առաջինը տեսավ, այո, ծավալի հետ գնացի, մտանք ներս, սենց նայում եմ, ասում եմ, վաու, շատ ուրախ տեղ է, շատ լուսավոր տեղ է, իրոք շատ լուսավոր ու շատ պայծառ աուրա ունի։ Հետո դուրս եմ եկել, զանգել եմ Ջուլիան, ասում եմ, քեզ հենց հիմա պետք է հանդիպեմ։ Երբ որ հանդիպեցինք, արդեն ասացի, որ շատ լավ տեղ եմ գտել, գնանք նայենք, որովհետև շատ ուզում եմ մենք դա ունենանք ու փոխենք յուրովի դարձնենք մերը ու անենք այն ինչ որ մենք երազում էինք անել։ Իսկ օրինակ հետաքրքրվեցիք ինչու են վաճառում նախորդ տերերը։ Այո, բայց բնականաբար պատասխան չեմ կարծում թե կարող ես ունենալ։ Տարբեր հանգամանքներ կարող են լինել։ Գիտեք ինչու եմ լինել։ հարցնում, որովհետև սովորաբար երբ գնում ես ինչ-որ մի բան գնելու, հարցնում ես, չէ՞, նախկինում ինչպես էր, գործ կար, գործ չկար, տեղը լավն է, պարկինգ կա, չկա, մարդիկ սովոր են։ Պարկինգի խնդիր չունենք, փառք Աստծո, եւ առաջ եւ հետեւ եւ դիմացը շուրջ բոլորը պարկինգներ է։ Իրանք բացել են առավոտյան 10-ին, breakfast են տվել եւ 3-ին փակվել է։ Չի աշխատել։ Մենք որ վերցրեցինք առավոտյան 8-ից մինչև 10-ը երեկոյան մեր ժամերը։ Եվ տալիս եք ոչ միայն breakfast, այլ lunch, այո, ամեն ինչ։
Ամբողջ օրը մեր մոտ կա breakfast։ Նույնիսկ գալիս են ժամը 5-ին ասում են breakfast տալիս եք, այս ժամին ասում ենք այո, ամբողջ օրը մենք breakfast ամեն ինչ տալիս ենք ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ մենյուն ինչպես որոշեցիք։ Լավ, վերցրեցիք տարածքը, ծաղիկները տեղավորեցիք, ամեն ինչ կարծես պատմություն է։ պատրաստ է։ Հիմա ինչ պիտի ուտեն այս մարդիկ։ Տաթևը, որ մենյուի վրա շատ էր ներվայն անում։ Ասում ես ինչ է, մենակ ձույա, մենակ ձույա։ Նախորդ, այո, երբ որ վերցրեցինք, դե ոնց ասեմ, առաջի օրը արդեն գնել ենք բիզնեսը, եկանք ու դե արդեն մենք պետք է պերսոնալը մեջը աշխատում ենք։ Ու նախկին տերերը չէին զգուշացրել անգամ, որ վաճառվել է բիզնեսը կամ ծանոթությունը այդպեսին չէր եղել։ Հաջորդ օրը եկանք, հիշում եմ Ջուլիան կանգնել է ասենց ինչ որ մի հատ անկյունում աշխատող այնտեղ ինչ որ պատվեր է կատարում, ոչ էլ նայում ամերը, ոչ էլ գիտի, ասում եմ բարև ձեզ ներկայանում, ասում գիտեք մենք արդեն նոր տերերն ենք, Ջուլիան սենց էլի մնացել է հետևում, ասում Ջուլիարի առաջ ծանոթացի, ներկայացի ու Ջուլիան գալիս են ֆիլմի սցենարով, գիտեք ես չէի ուզում իրանց հանկարծակի բերեի, մարդիկ աշխատում են, չգիտեն Եվ մենյուները առաջին օրից ոնց որ ինչպես եղավ ծանոթությունը պերսոնալի հետ։ Շատ ջերմ, շատ նորմալ, ուրախ։ Առաջի հարցը որ տվեցին, ուղղակի հարցեցին չեք փոխելու, ասեցին հա մեզ չեք փոխելու, ասեցինք ոչ։ Հայերեն խոհարարը իսպանացի էր, այո, իր հետ կապված ուրիշ թեմա կա, խնդիր առաջացավ, հետո այդ մի ուրիշ պատմություն է։ Երկրորդ խոհարարել ունեին էլի իսպանացի էր, ոնց որ օգնող խոհարար էր հանդիսանում, իսկ արդեն բարի հատվածում երկու հայ աշխատակիցներ էին, որոնցից մեկը մինչև այսօր էլ կա, մեր թիմում է աշխատում է, իսպանացիներին նույնպես մենք շատ ջերմ ընդունեցինք, ծանոթացանք եւ ոչ մի ցանկություն չկար հանելու կամ փոխելու ինչ որ նոր մեկին բերելու, ուղղակի խնդիրը մեր մենյուի հետ էր, ինչպես ասաց Ջուլիան, ամբողջությամբ ձվի հետ կապված ամեն ինչ ձու միայն նախաճաշ էր։ Այո, դե որ առավոտյան բացել են 10-ին եւ փակել են 3-ին, breakfast տվել են ու փակել են։ Դրանից հետո ոչ մի բան չի եղել։ Ջուլիան ասում Ջուլի օրինակ ես հաճախորդ եմ եկել, ես ձու չեմ սիրում։ Ասում օքեյ, ինչ եք ինձ տալիս, առաջարկի սոված եմ, ես չեմ ուզում ձու։ Ու սենց արդեն ջղենան եմ ասում լավ, այս մեծ տարածքը տեսնես ոնց պետքա պահել միայն այս մենյուով։ Ու այդտեղից սկսեցինք արդեն փոփոխությունները, նայել որ տեղ ոնց որ breakfast-ների հետ կապված ինչ փոփոխություն կարող են կանել, որ չլինի միայն ձու։ Աշխատում ենք բավականին օրգանիկ մթերքներով։ Թարմ, ամենակարևորը մեր ուտելիքը ու մարդիկ զգում են դա։ Ասենք որ միշտ շնորհակալ են, դե բացառիկ դեպքեր կան, բայց միշտ շնորհակալ են մարդիկ, ասում են երևմա համից զգում ենք, որ ինքը թարմ է, որ ինքը ֆրեշ է, հենց այդպես էլ ասում են։ Դուք խոհանոցում եք աշխատում, թե ես ամեն տեղ եմ, եւ կասայի մոտ եմ, եւ խոհանոցում եմ բոլոր համային զգացողությունները ես պիտի իմանամ ոնց է գնում։ Միշտ ասում եմ ավելացրու կամ պակասացրու, ասենք նայում եմ այնտեղից պամիդորով ձվածեղ է պատրաստում, դե մենք հայերս ոնց ենք պատրաստում դա, իսպանացուն հա բացատրի ոնց պետք է պատրաստես պամիդորով ձվածեղ։ Պետք է հայ աշխատող բերեք, եթե հայկական մենյու է։ Դե նենց չի որ բոլորը հայկական է, բայց հիմնական ինքը իր գործը շատ լավ անում է իրականում, պարտաճանաչ տղա է։ Բայց այնտեղ ասում եմ Արմանդո շատ է սպահել գազը կամացածրու այնտեղ զակ վերցնում եմ զակազը այնտեղից պատտվում եմ իրան եմ ասում ասում օքեյ վրայից վերցնում է այդ ամեն ինչը ուշադրություն դարձնում ենք շատ որպես նախկին ներսում աշխատող արդեն այսօր սեփականատեր հանդես եկող առաջ եկել այսպես ասած մի քիչ կոպիտ է հնչում բայց դե այդպես է ինչ զգացողություններ ունեք ինչ փոխվեց ձեր մեջ ավելի պատասխանատվություն առաջացավ իմ մեջ եթե դու աշխատում ես որպես աշխատող դա քեզ ոչ մի բան չի դու գնում ես աշխատում ես քո գործը անում ես վերջացնում ես գալիս ես բայց արդեն որ դու ես այդ ամեն ինչի պատասխանատուն դա լրիվ ուրիշ պատմություն է իդեպ այդ խոհարարի հետ կապված նոր էինք մի 2 ամսվա արդեն աշխատում էր կաֆեն ծովակի հետ աթևի ամուսինը մենք առավոտից երեկո այդտեղ ենք տարբեր գործերով ինքը այդ խոհարարը մեր երկրորդ խոհարարի հետ ինչ որ վեճ բան ունեցավ մի օր այդ երկրորդ խոհարարը թողեց ուղակի գնաց
ու ինքը մնաց մենակ այդ օրը։ Ինքն էլ ջղայնացավ, բա ես չեմ հասցնում, չգիտեմ ինչ, ու իր գոգնոցը թողեց, նորից հանեց, ու ինքը թողեց գնաց։ Ու մենք նոր ենք այդտեղ ու չգիտենք որը ոնց է պատրաստվում, որի մեջ ինչ է գնում։ Ծովակի հետ այսպես նայեցինք իրար երես, գոգնոցները կապեցինք ու Կիրակի օրեր։ Կիրակի օրեր մեր մոտ շատ մարդիկ են լինում ու մտանք խոհանոց։ Մենք երկուսով սպասարկել ենք ամբողջ այդ օրվա մարդկանց։ Ինքը գնաց ու գնաց։ Այդպես։ Բայց հիմա որ աչքերս փակ, մենյուն կարդում եմ, ես գիտեմ որի մեջ ինչ է գնում, ոնց է նույնը ծովակը։ Առավոտից երեկո մենք Ձեր ամուսինն էլ է այնտեղ լինում։ Այո։ Ամուսնուս մասին էինք հենց ասում, որ ես ամբողջ օրով չեմ կարողանում այնտեղ լինել։ Ամուսինս ու Ջուլիան են առավոտից այնտեղ, իմ բալիկները փոքր են։ Ես զբաղվում եմ ավելի շատ մեր ինտերնետային հարթակում edge-ով եւ մի քանի բաներ կա, որ ես եմ պատրաստում, բերում եմ իրենց տալիս եմ, որ հանկարծ չպակասի։ Այո։ Տանեք աշխատում, այսպես ասած։ Այո, եւ մի բան էլ ես ասեմ, նոր էր դեռ, երևի մի քանի օր էինք վերցրել ու դե որ ասեց սկզբից աշխատում էին առավոտյան 10-ից բացել են, 3-ին փակվել են։ Ժամը երևի 4-ն էր, ես սրճարանում էի իրանց հետ, որոշել էին արդեն բաց պահեին, բայց խոհարարը գնացել էր։ Բալիկիս հետ որ բանկետ հատվածով քայլում էինք ուղակի, մեկ էլ ամուսինս զանգում ասում պատվեր ա եկել ու խոհարարը այստեղ չի, խնդրում արագ արի, որովհետև Ջուլիան սուրճերն ա պատրաստում, ինքը էլ ինչ-որ մի բան էր պատրաստում ու պետք էր դա սարքել։ Գնացել եմ, ցենց բացել եմ մեր DoorDash-ի մենյուն նկարներով, որը ոնց է մատուցվում։ Նկարն եմ տեսել, ոնց է նկարով պատրաստած, արագ պատրաստել եմ, ասում եմ, նայեք, չի տարբերվում։ Իսկ այդ սերը պատրաստելու հանդեպ ունեցել եք։ Այո, միշտ ունեցել եմ, հենց ինչ որ մի փոքր ժամանակ ունենում եմ ազատ, անպայման ինչ որ մի բան սիրում եմ պատրաստել կամ նոր ինչ որ մի բան փորձարկել, շատ սիրում եմ խոհանոցը։ Նույն ձևով ամուսինս ինքն էլ շատ սիրում է խոհանոցը, շատ համեղ պատրաստում է։ Մեր մոտ մսային կերակուրները, ինչքան էլ որ ունենք երկու խոհարար, անպայման խորովածը, մեր կեբաբը, դա ամուսինս է պատրաստում եւ շատ համեղ է պատրաստում։ Կարելի է փորձել։ Սիրով կսպասենք։ Իդեպ խոսեցիք social media-ի հետ կապված, դուք եք զբաղվում, դուք եք տնօրինում, որքանով եք կարևորում այդ հարթակը եւ կապում եք այն ձեր հաջողությունների հետ։ Այսօր ինտերնետային հարթակը կարծում եմ մեծ հնարավորություններ է տալիս եւ անգամ հասկանում եմ, որ ակտիվություն ընդեղ ապահովելով մարդիկ ինչ որ մի ուտեստ են տեսնում կամ ինչ որ մի խմիչք են տեսնում ստորիներում կամ թեկուզ ռելերում։ Գալիս են ասում են, ես հենց էս եմ ուզում, նկարով ցույց են տալիս իրան։ Ես հենց էս եմ ուզում։ Այո։ Դուք բերել եք ինձ համար։ Սկզբից բան էր։ Այո, վարդագույն էր տակը, հետո արդեն խառնելուց հետո ձուլվեց սուրճի հետ, դա մեր ռոզ լատեն էր։ Միջալոց շատ են սա պատվիրում։ Հա, դուք եք սուրճերը սարքում։ Նաև ես եմ սարքում։ Այո։ Ինչ լավն էր համը։ Այո։ Ու այդ վարդի բնական վարդի թերթիկներ է ու իր սիրոպն է ռոզ։ Շատ համեղ է։ Իր համար հերվից գալիս են մեզ մոտ։ Ինչքան հերվից։ Բավականին հերվից։ Պատվիրում են։ Հուսամ իմ սիրելի վայրերից մեկը կդառնա, որովհետև իսկապես շատ հավանեցի։ Մի հատ հետաքրքիր բան պատմեմ։ Մի քանի օր շարունակ այնպես է ստացվում, տարբեր ժամերի մեզ մոտ եմ մտնում ինչ-որ բան վերցնելու կամ դուրս գալու ու անդադ տեսնում եմ հերթի մեջ կանգնած կամ ուղակի սպասում եմ որ թուգո բաժակով սուրճ վերցնեն, նույն տղամարդիկ, ընկերներ են կամ հարազատներ, չգիտեմ։ Ուշադրություն չեմ դարձնում սկզբից, թե ինչ են վերցրել, հետո երբ մի 3 օր անցնում է, նայում եմ սուրճերին, տեսնում եմ այսկրիմով սուրճերն են, Հայաստանում կհիշեք, շատ էինք խմում գլասե սուրճերը սառը։ Հա, անցնում է մի քանի օր, նորից տեսնում եմ նույն մարդկանց, նույն սուրճով ու մինչև այսօր արդեն քանի ամիս է, 7 ամիս է բիզնեսը գործում է, այս 7 ամսվա ընթացքում ամեն օր օրվա տարբեր ժամերին նույն մարդիկ գալիս են վերցնում են այդ գլասեները ու մի օր հարցրեցի, ասում, չէ՞ որ այլ բազմաթիվ սուրճեր են կարող զենակ փորձեք, ասում են, չէ, մենք Հայաստանի համն ենք զգում այս սուրճը խմելով, ինձ թվում է Երևանում քայլում եմ։
Իմիջիալ շատ են ասում, մենակ սուրճերի առումով չէ, դրսում տարածք ունենք նաև, որ գալիս են այդ նստում են այնտեղ սեղաններին, ասում են ոնց որ Հայաստանում լինենք, այնքան հաճելի է։ Բացօթյա տարածք ունենք, այո։ Իսկ հաճախորդությունը պահպանվել է նախկինների հետ կապված, թե դուք ձերն եք ստեղծել եւ եթե այո, ինչպես է կարել դա։ Սկզբում երբ որ վերցրեցինք, բավականին քիչ հաճախորդներ էին եւ ոնց սովորել էին, որ ժամը 10-ից մինչեւ 3-ն է բաց։ Այսինքն երեկոները մենք բաց էինք, բայց միայն մենք էինք, կամ մի հոգի, կամ այդպես էր։ Ասում են, այստեղ կաֆե կա, մենք չգիտենք, որ այստեղ կաֆե կա։ Զարմանում էին ու ասում էին, մենք գիտենք ժամը 2-ին փակվում է, ինչ հետաքրքիր է, բաց է կփորձենք։ Այդպես ամիսների աշխատանքից հետո, այո, բավականին փոխվեցին այցելությունները եւ թվով ավելացան եւ ունենք մշտական հաճախորդներ։ Իսկ social media-ի արկայությունը այդ մարդկանց հաճախականության հետ կարծում եմ կա, բնականաբար կլինի, որտեվ հիմա ամեն ինչ social media-ի հետ է կապված։ Հատուկ գովազդներ չունեք, ուղղակի դուք եք նկարում տեղադրում։ Այո, հատուկ գովազդներ աշխատում ենք մի հատ շատ լավ աղջկա հետ, չգիտեմ, անունը նշեմ, ինքն էլ մեր թիմի անդամն է, Հերմինեի հետ ենք աշխատում, մեր ռիլերը, նկարները շատ գեղեցիկ ինքն է ստանում եւ իր օգնությամբ նույնպես, բայց արդեն ամենօրյա ստորիներ տեղադրելը, ամեն օր հետեւել էջին, պատասխանել նամակներին, դրանք ամբողջը ես եմ անում։ Ու կարծում եմ, այո, իհարկե կարևոր է այսօր social media-ն եւ կարևոր են այդ գովազդները, դրանք էլ ինչու՞ չէ, նոր հաճախորդներ շատ բերում են։ 1 տարի անց այսօր արդեն կարելի է համարել, որ դուք հաջողել եք ու այն միտքը գաղափարը, որ ունեիք, պետք էր անել ու դեռ վաղուց էր պետք անել։ Կարծում եմ, այո։ Այո, դեռ 1 տարի էլ կարծում եմ պետք է, որովհետև նոր ամբողջությամբ նոր մի բան սկսել, տեսեք անգամ խմիչքի թույլտվությունը, որ կարող ենք մեզ մոտ ունենալ, գինի եւ գարեջուր ունենք, կոկտեյլներ ունենք։ Դա ստացել ենք նոր, երկար ամիսներ սպասել, այսինքն կարելի ասել 1 տարի սպասելուց հետո նոր ունենք այդ թույլտվությունը, եւ բնականաբար այո, եւս 1 տարի պետք է կարծում եմ վերջնական արդեն արդյունք ունենալու համար։ Չէ, 1 տարի չէ, շատ է պետք։ Այո, շատ է պետք, բայց այդ թիմը, որ աշխատում է, ամեն մեկս մեր տեղը իմանալով ճիշտ ձևով, Տաթևը իր գործն անում, ես իմը, Ծովակը իրանն անում, մենք երեքով ենք այդ ամեն ինչը եւ իհարկե թիմը, որ նաեւ խոհանոցը, մատուցողները, դա շատ կարեւոր է առողջ մթնոլորտ ապահովել բոլորի հետ ընկերական ես, ես իրենց հետ չեմ շփվում, որ ես ով եմ կամ ինչ եմ, ես իրենց հետ հավասար մատուցում եմ, հավասար սուրճ եմ սարքում, հավասար մտնում եմ խոհանոց։ Կարծում եք դա ճիշտ է։ Ճիշտ ու սխալի մասին հիմա չեմ կարող ասեմ, ճիշտ է այնքանով, որ ես կարողանամ մարդկանց միշտ գոհացնել։ Մարդը միշտ գոհ մնա, չսպասի իր պատվերին։ Դրա հետ կապված է, այո, շատ երբեմն շաբաթ կամ կիրակի օրերը մեզ մոտ շատ հերթեր են լինում եւ դրա հետ կապված է, որ մենք օգնում ենք թիմին, այսինքն խոհանոցում ենք լինում կամ եթե պետք է բարի հատվածում ենք լինում, որ ուղղակի հաճախորդները չսպասեն։ Կան մարդիկ, ովքեր տնօրինում են ինչ-որ մի բան, կոնկրետ ռեստորանը չասեմ, ես տնօրենն եմ եւ չեն դուրս գալիս իրենց սեղանից այն կողմ։ Մեր մոտ եթե նույնիսկ հերթը կանգնած է։ Ասենք եթե հերթը կանգնած է, ես նայում եմ դա ինձ է վատ, չէ՞։ Ես մարդիկ սպասում են ու կարան թողեն գնան ու եղել է։ Մատուցողներ չկան, ուշանում են երկուս, մաքրություն չկա, ես խոսում եմ անցյալ անգամ մի տեղ էի գնացել, չեմ ուզում անունը տամ, բայց շատ վատ վիճակ էր ու գովազդներ են անում, հրավիրում են, երկրորդ անգամ չեք գնա։ Մեր մոտ մաքրությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Պիտի չկար մարդ, գնացել հասել եմ այնտեղ, ասել եմ մատուցում պետքա դիմանաք, որովհետև մի հոգի է աշխատում։
Մեզ մոտ այդպես չի, փորձում ենք այնպես անենք, որ յուրաքանչյուր մեկը կամ ինչ որ մի սեղան, որտեղ մի քանիսով են, 15-20 րոպեից ավել հանկարծ չսպասեն եւ եթե հանկարծ պետքա սպասեն, անպայման զգուշացնում ենք իրենց, դա լինում է շաբաթ կիրակի օրերին, որ շատ են հաճախորդները, կամ ասենք ինչ որ մի ուտելիք վերցնելուց, ասում եմ սա եմ ուզում, դենք խորովածը կամ քյաբաբը մի քիչ երկար է տևում, ես միշտ զգուշացնում եմ իրենց, ասում եմ գիտեք 20-25 րոպե տևելու է, օքեյ, փոխում է անմիջապես, մարդու տեղեկացնում ես, որ չսպասի։ Շատ կարևոր է։ Ինչ եք կարծում, բիզնեսի հաջողության հարցում կարևոր է սպասարկումը, մաքրությունը, ձեր ասած ինտերիերը, որն է կարևոր։ Ամենաառաջին հերթին կարծում եմ մաքրությունը, ամենաառաջին հերթին։ Իդեպ մաքրության հետ կապված այդտեղը ահավոր էր ուղղակի, ահավոր։ Մեր մոտ որ մտնում են առաջինը հայերը, դե ասում են, «Էս ինչ մաքուր է ձեզ մոտ»։ Առաջի տպավորությունը դա է, հետո լուսավոր է, աուրան շատ լավն է, հետո արդեն սպասարկման հետ են բախվում, տեսնում են, որ ավելի լավն է սպասարկումը, հետո ուտելիքն է գալի, տեսնում են, որ ուտելիքը ավելի լավն է, ու ասում են մենք էլի կգանք ու գալիս են։ Այսինքն այդ ամեն ինչը մեկում կարևոր է։ Այո, իհարկե։ Առանց մեկը մյուսի չի կարողություն, նա ինձ թվում է։ Իսկ դուք օրինակ սկզբից նստել եք, խոսել եք իրար հետ, գիտես ինչ կա Տաթև, պիտի սպասարկումը լինի առաջին տեղում։ Չէ, գիտես ինչ կա Ջուլիետա ջան, պիտի մաքրությունը լինի առաջին տեղում։ Ու դրանից ինչ որ խոսակցություններ են ծնվում, փոքրիկ վեճեր, անհամաձայնություններ, ունեցել եք նման դժվարություններ։ Մենք կամ ուրիշ ձևով ենք ունեցել, իմ ամուսինը չափից դուրս քննադատ տեսակ է ու ինձ թվում է բոլորի ամուսինները։ Այո, եւ չափից դուրս մաքրասել, ամուսինս չափից դուրս, որ չգիտեմ մաքրելու կարիքը տեղ արդեն վստահ չկա, որովհետեւ 1000 անգամ աշխատող օրինակ մաքրել է հատուկ նյութերով, չէ, ինքը միևնույն է կգա կմաքրի։ Ու դրա համար մաքրությունը, այո, եւ իր անձի հանդեպ եւ տան հանդեպ եւ երեխաների ինքը ամենուր է այդպես իր մեքենան էլ եմ որ ուղակի իրան նայելուց հասկանում ես որ որտեղ ինքն է ուրեմն նույն ձևով ես ու Ջուլիան ենք բայց մենք այդ աստիճան երևի քննադատ չենք ոնց ինքը անդադ ուզում է ավելի լավացնի ավելի լավ լինի ես ու Ջուլիան ասում ենք ամեն ինչ լավ է ամեն ինչ օքեյ հանգիստ եղես մա չէ այս մի բան էլ պետք է ավելի սենց ուշադիր եղեք այս նայեք աշխատողներին անverջ ինքը ես իրան չեմ հանդիպում, մենք ինչ էս բիզնեսը վերցրել ենք, մենք չենք հանդիպում ուղղակի էլ իրար, որովհետև առավոտյան շատ շուտ գնում է ու գալիս է ամենավերջում, որովհետև անգամ բոլորի մաքրելուց հետո ինքը անձամբ մաքրում է ամեն ինչ, ամեն կետ, խոհանոցը մի քանի անգամ, որովհետև ինչը կապված է սնունդի հետ, իր մոտ այդ շատ բարձր բանի վրա է դրած ամենաառաջինը մաքրություն։ Ու դրա հետ կապված քննարկում անգամ չի եղել մենք իմացել ենք որ ամեն մեկս մեր գործը գիտի որ դա այդպես պետք է լինի ինձ թվում է հենց հաջողության գրավականն էլ հենց դա չէ որ ամեն մարդ իր գործին իր տեղում ունի սահմանները չխախտվի անգամ եթե դուք բարեկամներ եք արյունակիցներ եք Պատկերացրեք 1 տարվա ընթացքում անգամ խոսակցություն չի եղել առհասարակ դեր ասած այդ փոքրիկ ինչ որ քննարկումը որ հանկարծ ինչ որ չի եղել իրոք չի եղել որովհետև ես էլ Ջուլիան էլ ծովակն էլ կարծում եմ նույն ցանկությունը ունենք այս հարցի շուրջ եւ Որն է ցանկությունը Ցանկությունը նաեւ որ բիզնեսը լավ առաջ գնա ու բոլորը գոհ լինեն մենք իրոք ուզում ենք որ բոլորը գան եւ գոհ գնան մենք չենք ուզում որ ինչ որ մեկը թեկուզ մի փոքրիկ ինչ որ մի բան չհավանի կամ չկարողանան գոհացնել լսում ենք միշտ կարծիքներ բոլորին չես գոհացնի իհարկե դա էլ կա բայց շատ ցավով ենք ինչ որտեղ նայում եթե հանկարծ ինչ որ բան չսիրեն կամ միշտ ասում ենք հարցնում ենք մոտենում ենք ինչու հավանեցիք կամ ձեզ դուր եկավ ուզում ենք իմանալ կարծիքներ ու մենք էլ աշխատենք դրա վրա կամ ինչ որ մի փոփոխության եւ լսում ենք եւ անում ենք Իսկ պատվերների հետ կապված առաքում ունեք որքան տեղյակ եմ ինչպես եք իրականացնում դա ինչ տեխնոլոգիաների միջոցով DoorDash, Uber, GrabHub Իսկ Ordersco-ի մասին տեղյակ եք Չէ ճիշտ ասած չեմ լսել Այնինչ մենք ենք ներկայացնում Ordersco-ն է դա մի հավելված է, մի app, որտեղ որ բոլոր ռեստորանները, ովքեր իհարկե աշխատում են Ordersco-ի հետ, հավելված են մեկ տեղում եւ ցանկացած պատվերներ կարող են կատարել հենց Ordersco-ից։
Եթե ծանոթ չեք, կարող եք ծանոթանալ, կարող եք ասել ձեր ընկերներին կամ բիզնես ընկերներին, ովքեր որ կուզենան եւ եթե իմ անունից դիմեք, ապա 50% զեղչ կստանաք աշխատել։ Շատ շնորհակալություն։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Գիտեք, երկու քույր աշխատելը դե նորմալ է, ինչ որ բաներ կանայք եք կհասկանաք իրար, բայց այ երբ Տաթևի ամուսինն է ներկա, հասկանում եմ, որ ամեն ինչ արվում է որպեսզի լավ լինի, բայց ինչ որ տարաձայնություններ, փոփոխություններ մենյուի հետ կապված օրինակ կա նման դեպք։ Համատեղ է քննարկվում այդ ամեն ինչը։ Ինչ փոփոխություն, ինչ ծախսեր, ինչ առնել, ինչ անել, բոլորը իրար հետ քննարկվում է։ Իդեպ ո՞նց եք կիսում գումարը։ Մենք անվերջ ներդրում ենք անում։ Դեռ ներդրում ենք անում, կիսելու մասին խոսք չկա։ Գիտեք, այդ հարցը ուզում էի տալ, բայց ասացի չէ, բայց հիմա պետքա տամ։ Այդ որ սկզբից շատ սիրով եւ հավասար։ Սիրուն գաղափարը կար, արդեն Ջուլիետան գոքնոցով եկավ։ Այո։ Բայց դրա համար հարկավոր է գումար։ Այո։ Ասացի սիրով եւ հավասար։ Ուզում եմ ասել, ում թորնեք դուք։ Կրկնակջան աշխատանքի արդյունք է ամեն ինչը։ Հասկացաք, որ պիտի ներդրում անեք, հա։ Այո։ Եվ դեռ անում եք։ Ցանկացած ներդրում ռիսկային է, բայց այո, անում ենք։ Իսկ սկզբանե հենց դա էլ քննարկեցինք, որ գիտեք չէ, որ սկզբից անվերջ ներդրում ենք անելու եւ կարող է դա երկար տևել, այսինքն մինիմալ ժամկետ մեր համար դրեցինք 6 ամիս։ Բայց լավատես ենք միշտ եղել, երբեք չենք մտածել, որ կարող է, ես չեմ մտածել ներքուստ, որ ինչ որ մի բան չի ստացվելու։ Ես միշտ մտածել եմ, որ ստացվելու է ու այսպես գնում ենք առաջ։ Եվ բնականաբար ձեր խորհուրդը մեզ դիտողներին, որ եթե ինչ-որ մի բան պլանավորում եք, անպայման հետևից միշտ պետք է գնալ եւ երբեք չմտածես, որ միշտ կփոշմանես նրա համար, ինչ չես արել։ Կարծում եմ, եթե մի ցանկություն ունես, անպայման պետք է անես, անկախ նրանից դժվարություններով կհասնես, թե շատ ավելի հեշտ կլինի դա, բայց անպայման պետք է փորձել, անել, մի քիչ տանջվել եւ վստահ եմ, որ լավ կլինի։ Կարծած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Menu M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Menu M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Քանի տեսակի խմորեղեն ունեք։ Բավականին շատ տեսակի ունենք, իտալական բրենդից ենք ստանում մի հատվածը եւ մի քանի բան կա, որ ես եմ պատրաստում։ Նապոլոնը գիտեմ։ Հայկական գաթա էլ ունենք, գավառի գաթա է կոչվում։ Դուք եք պատրաստում։ Կիսուրիս հետ միասին, այո, գավառից է եւ հենց իրենց ռեցեպտով պատրաստվում է, այո, տնական է։ Եվ շատ հետաքրքիր։ Ահա։ Կանեփի հատիկներ են իրանք դնում եւ խմորի մեջ եւ վրան։ Ես առաջի անգամ տեսա իմ կիսրի պատրաստած է այդպես ու զարմացա, ասում ես ինչ հետաքրքիր ձև է, ասում եմ մեզ մոտ շատ ընդունված է ու փաստորեն իրանց տարածաշրջանին հատուկ ձև էր դա։ Եվ մենք մեր մոտ դա դրել ենք եւ բավականին շատ են առնում ու հենց ամերիկացիները ու հենց իմանում են դա ինչ է իրանց շատ այո շատ հետաքրքիր է եւ շատ գնում են Հետաքրքիր է, առաջին անգամ եմ լսում։ այո ես էլ բայց շատ համով է Գավառի կանեփով գաթա այո քադեյվ խմորով հետաքրքիր բաներ կար պատրաստում էի եւ բլինչիկը բիֆ դա նույնպես ես եմ պատրաստում տնական է եւ թռչնի կաթ գիտեք Հայաստանում շատ տարածված այդ թխվածքը չէի մտածում որ ամերիկյան հաճախորդներին դա շատ կհետաքրքրի բավականին շատ են դա գնում եւ ամեն անգամ հարցնում են բայց ինչ է սրա անունը ու երբ որ դու ուզում ես ասես ինչ է դրա անունը դե թարգմանաբար պետքա ոնց ասել Ոնց ասել Bird milk cake
Bird milk cake։ Այո, Այո։ այդպես ենք ասում եւ զարմացած նայում են քո վրա, ասում են Ես սկսում եմ բացատրել, it's soft, it's creamy. Oh, good, good։ Միանգամից վերցնում եմ։ Իրանք մտածում են ինչ տիկի կատ։ Դա ո՞րն է, ուզում են քեզնից հասկանան։ Հետո առնում են, ուտում են, գալիս են ասում են, «Օ, շատ համեղ էր, շատ հետաքրքիր էր» ու չեն հասկանում այդպես էլ այդ կաթը արդյոք կար, թե ուղղակի անունն է այդպես։ Բայց հետաքրքիր է, գիտեք, պետք է ուսումնասիրել այդ անունը որտեղից է եկել, Այո։ քրչնի կատ ու շատ համեղ։ Ես անչափ շատ եմ կարոտում այդ խմորեղենը հորաքրոջս պատրաստած ու լավ հիշողություններ ունեմ այդ խմորեղենի հետ կապված։ Հենց որ էտել եմ ձեզ մոտ փորձելու։ Իդեպ որ ասենք ինչ որ մեկը գալիս է, որ ձեզ համար կարևոր է ու դուք ուզում եք անպայման հյուրասիրել լինեն, ո՞րն է այն ուտեստը կամ այն խմիչքը, որ դուք կհյուրասիրեք առաջինը եւ որով եք դուք առանձնանում։ Տեսներից ամենա favorite-ը իմ ամենասիրելին մեր chicken-ով սենդվիչն է։ Pesto chicken-ը, որի սոուսը իդեպ ես ինքս եմ պատրաստում, հենց pesto սոուսը։ Եվ ամեն օր պատրաստում եմ։ Եվ ցկան սոուսը, էլի ես ինքս եմ պատրաստում, շատ համեղ է, միշտ հարցնում են ինչ է ինքը, ասում եմ կներեք, չենք կարող ասել։ Իդեպ պահում եք այդ գաղտնիքը խոհանոց։ Այո, բայց pesto chicken-ը որ ուտում են, միշտ վերցնում են նորից անընդհատ։ Այդ սենդվիչը։ Այո, pesto chicken-ը, հենց սոուսը ինքը թարմ, ես ինքս պատրաստում եմ։ Եվ սուրճը, մեր ռոզլատեն, իրոք հյուրասիրում ենք շատ անգամ, որպես լավ հետաքրքիր տարբերվող։ Իդեպ անընդհատ ուզում եմ վերցնել խմել, որովհետև համը, ինչպես ասում են, մնաց բերանումս ու կվերցնեմ։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Orders.co POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Orders.co ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Տաթև նախնական զրույցում ասացիք, որ դուք շատ եք ցանկանում, որպեսզի ձեզ մոտ կաֆեում օրինակ մարդիկ գան, սիրահարվեն, հանդիպեն, շփվեն իրար հետ, այդ ինչ պատասխանատու ցանկություն է։ Այո, այստեղ Ամերիկայում մի քիչ դժվար են իրար հետ ծանոթությունները լինում, ոնց հասկանում եմ, շատ մեր շրջապատում ունեմ աղջիկներ, ինչու՞ չէ տղաներ, ովքեր անverջ ասում են, չգիտենք որտեղ պետքա ծանոթանանք, չգիտենք ոնց պետքա ստացվի այդ ծանոթությունը։ Դրա համար ես մտածում եմ, որ մեր սրճարանը լավագույն վայրերից մեկն է այդ հանդիպումների համար, քանի որ երեկոյան էլ ենք բաց լինում եւ մեր դրսի հատվածը իրոք շատ երևանյան է, երաժշտությունն էլ ունեք։ Այո, հայկական եք դնում։ Մեկ տարբեր ջազ, հիմնականում բլյուզ, ֆրանսիական էլ ենք դնում իմիջիալոց։ Կարող է մեկը ուզում անգա հայկականի տակ սիրահարվի։ Սիրով Հատուկ պատվերներ միացնենք հայկական։ Իսկ եթե ավելի լուրջ կա որոշակի ինչ որ միջոցառումներ, որպեսզի կազմակերպեք, հրավիրատոմս ուղարկեք, որպեսզի կա, որտեղ այդպես կան իրար հետ ոնց պիտի ծանոթանան, ծանոթանում են։ Եվ մեկ անգամ մեզ մոտ եղավ ջազ, բլյուզ, այսպես միջոցառումներ իրենք էին եկել, սևականներ էին, իրանք ամեն ինչով եկան, դրեցին, Հա, ուղղակի պատվիրեցին ձեր տարածքը Այո, իրանք վերցրեցին։ եկան, վերցրեցին, շատ հիանալի ժամանակ անցկացրեցին։ Այսինքն ինքը հարմար վայր է, որպեսզի նման միջոցառումներ անցկացվի։ Այո, երկու մեծ սրահ ունենք եւ դրսում ունենք հատված, երբ որ բենդը եկավ ու պետք անին, մեծ հատվածում էին անում միջոցառումը եւ հենց այդտեղ էլ ձեր ասած ծանոթությունները Ձեր ասած։ Այո, հանգիստ կարող են լինել եւ եղան եւ լինում են։ Ու կարծում եմ կարելի է ավելի հաճախ կազմակերպել, այո, խոսել ենք աղջկա հետով կազմակերպիչներ, նախատեսում են 3 ամիսը մեկ այսպես միջոցառում կազմակերպել։ Տարածքը թույլ է տալիս, որ ծնունդներ, միջոցառումներ, երեխաների հետ կապված կարող ենք այո առիթներ ունենալ, մանկական նաև ամեն ինչ։ Սիրով սպասում ենք բոլորին։ Համեցեք մեզ մոտ։ Այ պատկերացրեք, արդեն մի քանի տարի անցել է, դուք էլի գոքնոցով, բայց ավելի հարուստ։ 4-ից հետո գնում եք տուն,
Դուք ձեր ամուսնու հետ արդեն կարող եք հանդիպել շատ ավելի հաճախ։ Ինչ կանեիք ձեր աշխատած գումարի հետ, ձեր ժամանակի հետ, ոնց կվատնեիք։ Ես ինքս ճանապարհորդեի։ Ես նույնպես երեխաներիս ու ամուսնուս հետ սիրով կգնայի ինչ-որ մի հատ գեղեցիկ տեղ, ուղղակի ջերմ ընտանեկան ժամանակ ունենալու համար, որը Գնացեք Քալիդում։ գնում ենք ուղղակի ցավոք մեր դեպքում, քանի որ մենք աշխատող թիմն ենք, մենք ժամանակ չենք ունենում վայելելու, որովհետև միշտ քո աչքս կամ ինչ-որ մի բան այստեղա, որ վայ գնամ հիմա էս անեմ կամ ինչ-որ մի բանով օգնեմ, չի ստացվում։ Մենք փորձում ենք անել մեր հաճախորդների համար Նույնիսկ եթե ամենալավը։ դրսում նստած սուրճ ենք խմում իրար հետ, ասենք անընդհատ իմ աչքը ներս պատուհաններից ներս է, որ տեսնեմ ինչա կատարվում այնտեղ, հանկարծ մի բան հենց չլինի կամ հաճախորդ, այո, անընդհատ այսպես նայում եմ, որ ամեն ինչ նորմալ լինի։ Ես շատ ուրախ եմ, որ հյուրընկալվեցիք ինձ մոտ, Menu AM-ի շրջանակներում զրուցեցինք ու կարողացանք թերևս ինչ որ մի բան հասցնել մեզ դիտողներին, նրանք կիմանան ձեր անցած պատմությունը կյանքի եւ թե ուր եք դուք հիմա հասել եւ ուր եք ձգտում։ Ուր ենք գնում։ Ձեր վերելքներով, վայրեջքներով, հաջողություններով, անհաջողություններով։ Անհաջողություններ չենք ուզում, գնում ենք դեպի առաջ։ Մենք ձեզ ենք Շատ շնորհակալ ենք, որ փորձում եք բացահայտել նորաստեղծ բիզնեսները, ներկայացնում եք, ինչու՞ չէ նաև մեծ հարթակներում ցույց եք տալիս եւ ավելի շատ մարդիկ են տեսնում։ Շնորհակալ ենք ձեր արած աշխատանքի համար, օգնում եք ձեր հայրենակիցներին։ Սիրով ձեզ կսպասենք մեզ մոտ, հյուրասիրելու։ Այո։ Մեր հասցեն 271 East Orange Grove, Burbank, հենց Police Station-ի դեմն ենք գտնվում։ Շնորհակալ եմ։ Հարգելի ընկերներ, ահա այսքանը ես ուզում եմ այսօր ավարտել մեր եթերը շնորհակալությամբ ձեզ, ձեր գնահատանքի համար, որովհետև գիտեք, ես մի առիթով ասացի, որ ինձ շատ հաճելի է զրուցել մարդկանց հետ, ում ես տեսնում եմ առաջին անգամ եւ գուցե վերջին, բայց միևնույն ժամանակ դա շատ պատասխանատու է ու շատ դժվար զրուցել մարդկանց հետ, ովքեր գալիս են տաղավար առաջին անգամ, ովքեր տեսնում են տեսախցիկ, լույս եւ ինձ առաջին անգամ։ Ես շնորհակալ եմ գնահատանքի համար, այն ես տեսնում եմ ձեր հավանումների, ձեր դիտումների եւ ձեր սրտիկների միջոցով։ Մնացեք խաղաղությամբ եւ դիտեք մեզ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 5-ին YouTube-յան պաշտոնական մեր ալիքում։